ըստ քեզ որ ոլորտներն է փոխում AI-ը։ Եթե կա AI, ուրեմն всё մարդկային գործոնը հանում ենք։ Չես կարծում, որ ինքը կարա քավրանի ամբողջությամբ։ Լուրջ, ծավալուն, զարգացած, որ արդեն գործիք է, որ ինձ թվում է, հեսա կգնա դեպի Հոլիվուդ։ Մենք պետք է AI-ին տանք մաքսիմալ հասկանալի ձևով։ Արդեն ամեն ինչ տանում են նույն AI-ի պարագային, որ ինքը դառնա կոնկրետ մասնագիտական գործիք։ Անշրջուկի մեջ շատ կարևոր է, որ մարդիկ իրար տեսնեն։ Ողջույն բոլորին, այսօր բիզնես պրոցես հաղորդման հյուրն է մեր Zavod մարքեթինգ ընկերության հիմնադիր տնօրեն Ռաֆայել Սարգսյանը։ Ողջույն։ Ռաֆայել ջան, շատ ուրախ եմ, շատ հաճելի է, որ մեզ հյուր եք եկել։ Այսօր մեր հանդիպման հիմնական ինֆորմացիան, հիմնական ասենք headline-ը, հա, հայերեն ասած վերնագիրը կդնենք արհեստական բանականության միջոցով բիզնեսի ավտոմատացումը, որը որ մենք պարբերաբար Ռաֆայելը, քանի որ իմ ընկերն է, մենք պարբերաբար քննարկում ենք AI-ով ավտոմատացումների, լուծումների, CRM-ի մեջ օգտագործման, ERP տեխնոլոգիաների մեջ օգտագործման հնարավորությունները ու ընդհանուր առմամբ բոլոր AI-ի սպեկտրները, AI-ը ինչ այլ գործողություններ անում։ Մի փոքր խնդրում եմ պատմի քո գործունեության մասին, քանի որ մեր հաղորդման ֆորմատն այնց է, որ մենք պատմում ենք ինչով ենք զբաղվում, մեր հյուրը պատմում է ինչով է զբաղվում ու ինչ ծառայություններ, ինչ լուծումներ է առաջարկում բիզնեսին, հետո դրանից հետո ոնց որ շարժում ենք առաջ մեր հիմնական բուն թեմային ենք անցնում։ Մենք մատուցում ենք մարքեթինգային խորհրդատվություն, նաև որպես outsource մարքեթինգային team ու content creation։ Մեր բուն ուղղվածությունները այս պայդրությամբ է։ Հա։ Բայց համելհարակից branding, SEO, sense, այսինքն ինչ կախված է կրեատիվ content գեներացնելու Իսկ նկարահանումները նմանատիպ գործունեությունը դուք եք անում։ Չէ, մեծ մասը outsource ենք էլի անում, դա չենք կարող։ Այսինքն գործընկերների միջոցով եք անում։ Միանշանակ։ Հասկացա։ Իսկ ինչ ոլորտների վրա եք կենտրոնացած Ռաֆայել ջան, եթե ոլորտներ կան։ Այս պայդրությամբ ավելի շատ գնացել ենք դեպի անշարժ գույք, մինչև այդ կենտրոնացած ենք երևի ոնց որ մեծամասամբ հոռեկայի վրա։ Հա, հյուրանոց, ռեստորան, կաֆե։ Հա, բայց քանի որ հոռեկան լճանում էր գնալով արդեն անելու բանը գլոբալ չկար։ Հա, այս վերջում ոդկասթներից մեկում էլ գործընկերներից մեկին ասաց, որ Սյուզին Միքայելյան ինքը էլի հյուրեր եկե ինձ, ասաց, որ հոռեկան շատ բարդ ոլորտ է, այնտեղ անընդհատ լճանում է ու նոր բան առաջարկելու շատ քիչ ալնում ու անընդհատ սուպեր կրեատիվ պետք է առնես, բայց այդ սուպեր կրեատիվությունն էլ երբեմն չի օգնում, էլի։ Այդ ոլորտին փաստորեն դու կիսում ես այդ կարծիքը։ Ես կիսում եմ այդ կարծիքը ու քանի որ ինքը ամենահեշտ, բայց ամենադժվար ոլորտն է, լավ, սենց ասեմ, հա, այսինքն այնքանով է հեշտ, որ համարյա թե բոլորը կարող են։ Բիզնես քեյսը պատրաստ է, հա։ Ամենադժվարը այն է, որ անընդհատ պետք է զարմացնես, անընդհատ նույն քառակուսու մեջ ինչ-որ նոր բան պետք է առաջարկես ու տեն շարունակ, դա իր բարդությունն է։ Բայց կա մի հատ մեծ անծայրածիր շուկա, մարքեթինգի տեսանկյունից, որ նոր զարգանում է, այսինքն կոնկուրենցիան է գնալով զարգանում, արդեն գիտակցում են, որ մարքեթինգ պետք է, այդ անշարժ գույքն է։ Հասկացա։ Դրա համար ավելի ուղղել ենք դեպի այդ կողմ։ Շատ լավ, իսկ ընկերությունը գործունեությունը ծավալում է Հայաստանից դուրս, Հայաստանից համել արդեն Հայաստանից դուրս, այսինքն ինչ-որ փորձեր կա դեպի Վրաստան, դեպի Արաբական Էմիրություններ, տենց գործընկերներ կան այս պայդրությամբ, հա։ Ահա, այսինքն միջազգային ֆորմատների փորձ կա, միջազգային քեյսեր մարքեթինգային զուտ Հայաստանից դեպի դուրս բավականին շատ կա, բայց որպես բուն, այսինքն այդ փորձի հիմն անձնականն է։ Այսինքն ընկերության տեսանկյունից նոր ենք փորձում ինչ-որ բաներ անել դեպի դուրս։ Հա, հասկացա ձեզ։ Շատ ուրախ եմ, Ռաֆայել ջան։ Հիմա եկեք քննարկենք, խոսանք այն ինչի մասին մենք հիմնականում հանդիպումների ժամանակ քննարկում ենք, արհեստական բանականությունից, նույն AI-ից։ AI ասենք, բայց ասենք, որ AI-ը դա արհեստական բանականությունն է, անգլերենով artificial intelligence։ Հիմա AI-ի ավտոմատացումներից խոսանք ու այսօր AI-ի դերը մեր բիզնեսում խոսանք ու ընդհանրապես ամբողջ աշխարհում, քանի որ ոնց որ ինչքան իմպորտը ցույց է տվել, ինչքան միջազգային գործընկերների հետ մենք աշխատել ենք, միշտ մոտավորապես մի 10 տարի հետ է մեր բիզնեսը այն լուծումներից, որը որ հիմա աշխարհում օգտագործում է։ Եթե օրինակ հիմա CRM-ը
ոչ բոլորին, բայց մեծամասնությանը արդեն հայտնի է, 10 տարի առաջ դա հայտնի չէր, ChatGPT-ն օգտագործում են 2014 թվականին ամբողջ աշխարհում, այսինքն զարգացած երկրներում, իսկ մենք ChatGPT-ն ոնց որ 2020-22-ից ենք սկսել օգտագործել, էլի։ Հիմա ոնց որ մի քիչ ավելի բիզնեսի ավտոմատացումից խոսանք, ըստ քեզ որ ոլորտներն է փոխում AI-ը, հենց առաջինը մարքեթինգի ոլորտից գանք, ինչ գործիքակազմեր կարելի է արդեն օգտագործել, որոնք որ ժամանակին մարդիկ էին կիրառում, օրինակ գրաֆիկ դիզայն, վիդեո content writing, ինչ լուծումներ է տալիս AI-ը։ Okay, դա sense մի հատ կարճ բանով ասեմ, հա, այսինքն մարդկանց մոտ ինչ որ կարծիքա ձևավորվել, որ եթե կա AI, ուրեմն всё, մարդկային գործոնը հանում ենք, հավասարվում է 0-ի, всё, սա AI պետք է անի։ Իհարկե ոչ։ Դե պես բայդրությամբ ինքը բավականին լավ օգնական ամեն ինչու, որ process-ները մինիմում 2 անգամ արագանում է։ Այսինքն այդ կլինի research-ը, այդ կլինի նույն պայմանական նկար մաքրելը կամ խելքի բերելը, հա, այսինքն նույն Photoshop-ը արդեն իր մեջ ունի generative fill, որ ինչ պետք է դու մի 10 անգամ ավելի արագ prompt-ով անում ես, քան ստե ձեռով։ Ինչ որ այդտեն շատ փոքր օրինակ եմ բերում, էլի։ Նույն ձև content writing-ի մեջ, այսինքն ինքը ինչ է անում, դու միտքը տալիս ես, ինքը գեներացնում է, բայց միտքը պետք է լինի քոնը։ Հա, այսինքն ինքը միտքը գեներացնում անենց ոնց որ իրականում ասենք նպատակը այդ երևի այդ չի լինում։ Ավելի շատ չէ, այդ չի հենց այդ էլի։ Դու պետքա կորեկտիրովկա կանես, այսինքն փոփոխություններ անես։ Չկան հենց բան, ես հələ չեմ տեսել այս լուծում, որ դու գրես ինձ մի հատ լավ բան, դու ինքը միանգամից ախտա։ Ասածս իմաստա ինքը չի կարա բիզնես պլան գրի, հա, պայմանական կամ ինքը չի կարա այս պայդրությամբ վաճառ քանի, ինքը չի կարա քո տեղը քո գործը անի։ Ես օրինակ բիզնես պլան AI-ով գրել եմ։ Ու իսկ բայց դրանից առաջ էլ տեսել եմ, որ գործընկերներիցս մեկն է բիզնես պլանը AI-ով գրում, բայց մեկը իր վրա փոփոխություններ կատարում է։ Վերջում դու ինչ-որ բան անում ես, չէ՞։ Հա, փոփոխություններ կա, բայց ասեն գործի 70-ից 85%-ը ինքը հանգիստ cover անում, էլի, այսինքն ինքը այս этаպում է cover անում, բա ինչ որ երկրորդ этап, երրորդ этап զարգացման տեսանկյունից չես կարծում, որ ինքը կարա cover անի ամբողջությամբ։ Ինձ թվում է ինքը ինչ-որ պահից այնքան կարանալու է անի, բայց ինքը իրականում բոլոր AI-ները ինչ կան այս պահին, ինքը ինչ է անում, ինքը քո տված միտքը, քո տված խնդիրը լուծում է։ Ինքը իր խնդիրը չի դնում լուծում, հա, այսինքն պայմանական մտքից իմաստն է, որ ինքը միշտ մարդու համար օգտակար գործիք է լինելու, հա, բնականաբար ինքը ինչքան զարգացավ, այնքան ավելի բարդ խնդիրներ է լուծելու, բայց խնդիրը դու ես չէ իրան տալիս։ Այսինքն մարդկային գործոնը մինչև վերջ անելու ես շուտ ալտերնատիվ չեմ տեսնում այս բանին, հա։ Բայց տեսնում եմ, որ process-ների պայմանական 70%-ը, որը մեխանիկական է, ինքը այս պահին արդեն կարա փակի։ Հասկացա։ Ну պայմանական սկսած երգ գրելուց։ Երգ որ հիշում ես փոխում։ Հա, ես երգերը իմիջիայլից շատ եմ զարգացրել երգ գրելու process-ը ու հայերենով շատ լավ երգեր կարելի է գրել, եթե իմանաս AI-ին ինչ բառեր տաս, որ ինքը կարողանա ճիշտ երգի ու բավականին լավ հիթեր ունեմ, էլի։ Ну շատ բարեկամական ընկերական մակարդակով, բայց այդ երգերը իրականում շատ լավ բան է։ Ոչ միայն երգերը, մնացած AI գործիքները, օրինակ ես էլի մի հատ AI մասին հիշում ես, որ խոսում ենք Runway-ը բավականին լուրջ, ծավալուն, զարգացած, որ արդեն գործիք է, որ ինձ թվում է հեսա կգնա դեպի Հոլիվուդ։ Հա, ինքը դրանով կինոներ են սարքում, կլիպները, վիդեո։ Այսինքն ինքը քեզ տալիս է այնքան գործիքակազմ, հա, որ ես կամ դու տենց այդ գործիքակազմի իմաստը դաժե չունենք։ Իրան պետք է օգտագործել, այսինքն մասնագետը, վիդեոգրաֆը, ռեժիսորը, մոնտաժորը ուտեն շարունակ, հա, այսինքն ինքը մինչև այդտեղ տալիս է խորանալ, մինչև կամերայի ռակուրսներ ուտեն շարունակ ավելի մանրացած, հա։ Այսինքն ինքը ավելի մասնագիտական գործիք է գնալով դառնում։ Հասկացա։ Այսինքն մեկը եթե AI գործիքակազմեր են գալիս, այն մասնագետները, ովքեր որ ժամանակին օգտագործում են այլ տեխնոլոգիաներ ու տեխնիկաներ, հիմա նաև AI-ն է գալիս, որը մի քանի անգամ արագացնում է իրենց աշխատանքը։ Ինձ թվում է սա մի քիչ պիտի prompt engineer դառնանք էլի ընթացքում։
Հա, Ինձ թվում է մենք պետք է սովորենք շատ ճիշտ պրոմպտեր գրել, հա, ավելի շատ մեր խնդիրը իսկ ինչա պրոմպտը։ Պրոմպտը փոքր, Ես գիտեմ ինչա, բայց ոնց որ ովքեր որ մեզ նայում են էլի։ Okay, շատ sense բան բացատրեմ, հա, այսինքն այն խնդիրն է, որ դու ճիշտ կարողանաս տաս AI-ին։ Այսինքն AI-ի հետ խոսալու լեզուն է էլի։ Կոպիտ ասած, հա։ AI-ին բացատրելու ճիշտ տարբերակն է։ Իսկ AI-ը ճիշտ տարբերակը ոնց է։ Ինձ ինչա թվում, որ AI-ը արհեստական բանականությունը ինքը ստեղծված է, մարդիկ են ստեղծել արհեստական բանականություն ու մարդկանց ինֆորմացիաներն է արհեստական բանականության, մարդկանց ստեղծած ինֆորմացիաներն է արհեստական բանականության համար։ Ինձ թվում է, որ արհեստական բանականության այդ պրոմպտ ասվածը, որ քանի որ մարդկային մտածելակերպ է իր մեջ դրած, այսինքն ալգորիթմները աշխատում են այնպես, որ մարդու մտածելակերպով, իսկ այն ինֆորմացիան, որը որ հայտնի է ամբողջ աշխարհին ու մարդկանց, հա, այդ ինֆորմացիան գրած է մաքսիմալ մարդկային լեզվով հասկանալի։ Okay. Հա, այսինքն, եթե մենք AI-ի մասին ենք խոսում, մենք պետք է AI-ին տանք մաքսիմալ հասկանալի ձևով ինֆորմացիա, որը որ ինքը մեզ հետո իր հասկացած ինֆորմացիան կվերլուծի ու կտա։ Ճիշտ է։ Այսինքն, այս պարագայում ինչա դուրս գալիս, որ պետք է AI-ի հետ խոսալ նենց, ոնց որ գովազներում են խոսում, ոնց որ ավելի པարզ, հա, ավելի հստակ ու կոնկրետ գործողություն կամ ինֆորմացիա տալ AI-ին, որպեսզի AI-ը կարողանա միտքը ավելի པարզ նկարագրի մարդը, ճիշտ է։ Իմ փորձը sense է, ես տալիս եմ ինչ-որ པարզ prompt, հետո ընթացքում գնալով բարդացնում եմ, որ իմ ուզած ռեզուլտատը ստանա։ Հա, ես էլ եմ այդպես անում։ Կարող է ուրիշ տեխնիկա եկա իր հետ շփվելու, չգիտեմ, բայց իմ փորձը էտա ցույց տվել։ Հիմնականում པարզ prompt է պետք գրել, այսինքն միտքը հիմնական prompt ասելով հասկանում ենք, կարանք հասկանանք, որ པարզ միտքը հստակ նպատակը, հստակ իրավիճակը նկարագրությունը, որ մենք տալիս ենք AI-ին, դա պետք է լինի շատ པարզ, այնպես ոնց որ բոլոր մարդիկ կհասկանան, ոնց որ AI-ը կհասկանա, այսինքն շատ པարզ գրենք, շատ པարզ արտահայտվենք ու որի մեջ կա մաքսիմալ ինֆորմացիա, բայց շատ մինիմում բառերով, ճիշտ եմ հասկանում։ Բա ֆակտո, հա, բայց այդ երևի վիզուալին չի վերաբերվում, հա, այսինքն նույն Midjourney-ին կամ չգիտեմ Stable Diffusion-ին այդքան էլ չի վերաբերվում, էլի։ Կոմպոնենտները շատ են ու վիզուալ ստանալու համար երևի մի քիչ պիտի ուրիշ ձև շփվեց իրանց հետ։ Այսինքն կարելի ասել prompt-ը դա AI-ի լեզուն է, AI-ի հետ շփման հասկանալի շփման ձևաչափ ոնց հետա խոսալ, լավ, սենց անի ինչ-որ ձևաչափ, որ ոնց ինքը ավելի լավ է հասկանում մարդկանց, հա։ Հա, այտենց ձևակերպենք prompt-ը, որ ժամանակ հետո prompt-աբանության ոնց որ դասընթացներ ալնելու կամ prompt-աբանության ամբիոն prompt գրելու դասընթացներ լիքը։ Prompt գրելու դասընթացներ կան AI-ով։ Ես օրինակ չգիտեի։ Հայաստանում կան։ Հայերեն հələ չի հանդիպել, բայց անգլերեն շատ կան արդեն։ Այսինքն նույն Coursera կամ Domestika-ը մտնես կան։ Այսինքն ինքը այդպես պրոստը կարաս առնես սովորես։ Prompt գրել սովորելս։ Հա։ Ինքը իմ կարծիքով շատ prompt-ի training, prompt գրելու training-ները շատ կշատանա, որտեվ պետք է AI-ի հետ արդեն ճիշտ խոսալ ու արդեն իմանալ ոնց AI-ի հետ խոսալ, որ հետո քո գործընթացները մի քանի անգամ ավելի արագ լինի։ Միանշանակ ամեն ինչ տանում է դեպի դրան։ Հասկացա։ Դեպի արագանալուն է տանում, էլի։ Իսկ օրինակ բիզնես process-ներում, չգիտեմ, ես քեզ ասել եմ, բայց շատ խորացված չենք քննարկել մեր արհեստական բանականության բրոքերի ոնց որ լուծմանը, մասնավորապես այս վերջում էլի փոփոխություններ են կարել համակարգի մեջ, հնարավորությունները ոնց որ ավելի ենք շատացրել ու նույն AI-ի մեջ ոնց որ ուրիշ AI էլի է աշխատում, այդ տարբերակներն ենք սարքել։ Հիմա օրինակ ոնց է վերաբերվում ոլորտներին, բիզնեսներին, հենց կոնկրետ անշարժույթի վրան էլ որ ESPA-ին խորացած է ձեր ընկերությունը, ոնց է վերաբերվում AI-ով բրոկերի ավտոմատացմանը կամ արդյոք հնարավոր է դրան հասնել ինչ-որ մի օր։ Միանշանակ հնարավոր է հասնել, այդ տենց first touch փայլը ոնց է ճիշտ առաջի հպում, հա, ձևակերպել։ Առաջի հպում, հա։ Առաջի հպումը ու ֆիլտրելու տրամաբանության մեջ AI-ը կարող շատ օգնի։ Հա։
Այսինքն տենց supportive AI-ն ու հայկական հորին է, որ կա արդեն այս պահին, ինքը տենց AI support է, պրոստը ինքը հենց իմенно support է, հա։ Ինքը business process չի, ինքը լուծում չի, վաճառքի գործիք չի, հա, ինքը տենց ավելի խորհրդատվություն է տալի հարցերին է պատասխանում տենց շարունակ։ Բայց որպես վաճառքի գործիք իրան միանշանակ կարելի է օգտագործել զուտ ֆիլտրելու համար, ով է քեզ զանգում, ով է քեզ գրում ու ինչ հավանականություն կա, որ ինքը կարա մյուս քայլին գնա։ Այս բան ես տեսնում եմ այդ զարգացումը ու միանշանակ կարելի է իմպլեմենտացնել համարյա թե բոլոր բիզնեսների մեջ, որտեղ կա վաճառքի կտոր, մենակ անշարժ գույքը չէ։ Դե անշարժ իմ կարծիքով ամենադժվարներից է, որտեվ եթե օրինակ մարդը պետքա ձեռք բերում անի 5000 դրամանոց ապրանք, ինքը on-line խանութից դա առնում է, on-line կարող է գնում կատարի ու իր համար ավելի հեշտ է, այսինքն 5000 դրամ ծախսել, որ on-line բերեն, այսինքն այն մարդիկ, ովքեր որ on-line են պատվիրում, 5000 դրամանոց ապրանքը նաև կարող են AI-ի հետ խոսալով պատվիրեն, հա։ Բայց անշարժ գույքը բավականին դժվար է, որտեղ անշարժ գույքի մեջ շատ կարևոր է, որ մարդիկ իրար տեսնեն, էներգիաները փոխանակվեն, իմ կարծիքով։ Որ առաջի այդ first touch-ը պետք է լինի, հա, AI-ով դեռ, այսինքն առաջնային ինֆորմացիան, որ էլի մեխանիկական գործ է, հա, եթե լիդը եկել է հասել է քեզ։ AI-ը օքեյ է որ cover անի։ Հա։ Դրանից հետո, հա, պետք է մարդը աշխատի արդեն իր հետ։ AI-ը չի կարող անի մնացածը, այդ իմ կարծիքով։ Բայց սկզբի հատվածը AI-ը մինչև վերջ կարա փագի, սենց ասել։ Սկզբի հատվածը մինչև վերջ, հա, այսինքն հաճախորդ հետ խոսա։ Պայմանական Facebook-ից լիդ կա, գրում է բարև ձեզ, հետաքրքրված եմ այս X գույքով։ Գույքի ընդհանուր ինֆորմացիան տալիս է կամ օպերատորը կամ վաճառքի մասնագետը, չէ՞, այս պայմանությամբ։ Հա։ Ինչի է չտա։ Հա, AI-ը հանգիստ կարա տա, մասնավորապես AI-ը ավելի ինֆորմատիվ ու ավելի པարզ ձևով կներկայացնի, մի քանի գույք կամ մի քանի հազար գույք ավելի շատ կհիշի, քան սովորական բրոկերը, հա։ Ճիշտ է։ Եվ բացի դրանից կարա մարդուն պատկերավոր, եթե զանգով խոսում ենք հաճախորդի հետ, մարդուն կարա պատկերավոր հենց այդ պահին այդ 1000 գույքի բոլոր նկարները միանգամից ուղղորդի հաճախորդին, ասի համեմատի այս գույքը, այս մյուս գույքի հետ, այսինքն ինքը բավականին ճկուն է ինչ որ միտեղ գալիս, որտեղ մարդը բոլոր ինֆորմացիաները չի կարա հիշի։ Կարա հետո բրոկերին տա ինֆո պայմանականելի, որ այս մարդը հետաքրքրված է կոնկրետ այս գույքով, բայց եթե այս գույքը չուզի, իրան առաջարկի SS գույքերը համը։ Հա։ Այսինքն ինքը բրոկերի տոկնի, անշարժ, հա, էլի բրոկերի տոկնի։ Հա։ Կարա, հա, չէ։ ինքը բրոկերի օգնական է, այս էտապում ես տենց եմ պատկերացնում, բայց հետո որ սկսեց զարգանալ շուկան, ինքը դառնում է հենց անշարժույթի բրոկեր։ Դե, հա, բայց դե էլի դրան ունենք հասնել։ Դա վստահության նաև չափանիշի մասին է խոսքը, որ կառուցապատողների կամ անշարժ գույքում այդ վստահությունը լինի մարդկանց, որ մարդիկ on-line տուն ձեռք բերեն, մի քիչ շատ դժվար է այդ բանը դիտարկելը, բայց կարծում եմ մենք կհասնենք մի օր այդ ռեզուլտատին, որ մարդիկ տունը առնեն վարձակալեն կամ հողը կամ հողատարածքը կոմերցիոն տարածքները առնեն վարձակալեն AI-ի հետ, որտեվ իմ կարծիքով AI-ը արհեստական բանականության բրոկերը հստակ պայմանավորում է, այստեղ ոչ մեկին կա չէ շուկայում, որ մասնավորապես երկրորդային շուկայում անշարժույթի, որ գնորդին տանում են, որ տանտիրոջը տեսնի, գնորդը կամ տանտերը փորձում են, որ հա բրոկերի հետ չհամագործակցեն, իրանք երկուսը իրար հետ աշխատեն։ Ինչ-որ кейսեր միշտ ելնելու են։ Շատ кейսեր կան, բայց այս պարագայում արդեն AI-ը ոնց որ դրանք էլ կբացառի ու ճիշտ ռազմավարություն կմշակի ու կփոխի ոլորտը, մասնավորապես բրոկերին Հայաստանում շատ ինչքան ես տեսել եմ, լավ Հայաստանում շատ ամպագորգոր չասեմ, կան իհարկե ընկերություններ, որոնց որ բոլորը վստահում են, բայց այն հիմնականը, որը շփվել եմ, հիմնականը չեն ուզեցել բրոկերի հետ աշխատեն, անգամ ես հայտարարություններ եմ տեսել, որ տան հայտարարություն են գրել բրոկեր չզանգի, այսինքն սա շատ վատ բացասական է հնչում մարդկանց կողմից այդ տրամադրությունները, ոնց որ այդ մասը կարա վերանա էլի, ու այդ բացասականը չլինի։
AI տեխնոլոգիաների հետ միասին ինչ ես կարծում օրինակ։ Ես կարծում եմ, որ ինքը կարա նպաստի նրան, որտեղ ծառայության ֆորմատն է փոխվում, Հա, այսինքն պայմանական ինչ-որ մեկը չի զանգում սկզբից տանտիրոջը, հետո գնորդին, հետո հանդիպում կազմակերպում, հետո հետո այն։ Այսինքն ինչ-որ նոր վաճառքի մեխանիզմ է ծնվելու ինձ թվում է AI-ով, որ ինքը լինի ավելի հարմար ու ավելի ապահով երկու կողմի համար։ ասեմ ավելին, գիտես ինչ մի հատ նոր AI ունենք, որ տանտերը կարա ուղակի տան հատակագիծը գցի, AI-ը իր համար տունը մոդելավորի, եթե տան նկարները կա, հենց տան նկարներով տունը մոդելավորի, ու այլ որ գնում են տունը ցույց տալու եւ այլն, մարդը չմտնի մի անգամ չգնա ժամանակ չծախսի ոչ մի կողմը տունը նայենք, մի հատ տարածքը նայենք եւ այլն, այդ ամբողջը կա ու կարա մարդը մտնի իր հեռախոսով այդ տան մեջով քայլի, այդ տան մեջ նայի տենա ինչա ոնց է նախագծած, ինչ կուզենա փոխի այդտեղ, անգամ այդ ոնց որ process-ն է կարելի։ Այսինքն տունը ինքն իրանով կարա դառնա on-line տան ցուցադրությունը կարա դառնա on-line, որը որ էլի շատ մեծ խնդիրներ է լուծում։ Այդ ցուցադրության ժամանակը, որ հիմնականում ասենք նմանատիպ բարդություններ է առաջանում։ Դե, եթե այդ խնդիրը կարողանա լուծվի գրագետ, Հա, իհարկե դե ոլորտի մասնագետները պետքա մասնակցեն այս process-ին։ նշանակ կօգնի, այսինքն առաջնային շուկային է կօգնի, ինչի մենակ երկրորդային։ Առաջնային շուկայում ավելի հեշտ կլինի այս լուծումը ներդնել, որովհետև առաջնային շուկայում բացի նրանից, որ մարդիկ իրանց բնականը լպացրած չի ու օթում է, 8-րդ հարկալը դեռ երկրորդ հարկի վրա է շենքը, ինքը չի պատկերացնում ոնց կլինի, ինքը առաջնային շուկայում կարող մտնի իր բնականի մեջով ման գա ու դա կարելի ասել օրինակ նմանատիպ process կարելի է սարքել օրինակ մի շենքը կարելի է սարքել մի քանի օրում, այտենց on-line-ացնել ու ասենք մարդկանց տալ, ցույց տալ իրանց բնակարանը ոնց է հիմա հատակագծով են կարելի ասել բոլորը նայում, հատակագծով ռենդերներով, բայց երբ որ մարդիկ մտնում են իրանց տանը բնակարանների մեջով ման են գալիս, շուտով մեր պրոյեկտը ռիլիզ կանենք մեր գործընկերների հետ, իմիջիայլոց ասեմ Հայաստանում կան արդեն կազմակերպություններ, ովքեր որ շուտով բան են անելու էլի ռիլիզ են տալու իրանց AI պրոդուկտները ու ինչով է հետաքրքիր որ այդ սաղ ֆունկցիոնալը մեջ ելնելու է ես խորհուրդ եմ տալի ով որ հետաքրքրում է մասնավորապես անշարժ գույքի ռիլիզով այս մեր ներկայացրած ծրագրերով իրանք տակը պլյուս դնեն կոմենտներում կամ չգիտեմ որևիցե գործողություններ անեն կամ հետևեն մեր ոդկասթին, մեր ալիքին, որտեվ հենց ռիլիզ անենք, մեզ հաջորդ ոդկասթին անպայման ռիլիզի մասին կպատմեմ բոլորին, որ ինքը շատ ավելի հետաքրքիր լուծում ալնում ու խեմ անշարժ գույքը վերցրել։ Ինչ անշարժ գույքը նրանով է լավ, որ այդտեղ համ շատ բացասական կա, համ շատ հնարավորություն կա, համ էլ շատ զարգացում կա։ Ես կարծում եմ, որ այս շատ դժվար է այս process-ը կազմակերպել, բայց որ կազմակերպվեց AI-ով, ինքը շատ լուրջ հնարավորություններ կտա։ Այ օրինակ անշարժ գույքի թեմայից զատ, օրինակ որտեղ ես պատկերացնում, որ էլի AI-ը արհեստական բանականության այդ լուծումները կարելի է կիրառել, ինչ ոլորտներում կարելի է կիրառել։ Դա իրականում համարյա այնպես ոլորտ չկա, որտեղ չի կարելի կիրառել, ասենց ասեմ։ Պրոստը օրինակ կահույքի արտադրության ոլորտում ինչ կարելի անել կամ կահույք չէ, ավելի շատ ծառայություններ վերցնենք ենթադրենք տուրիստական կազմակերպությունների համար։ Տուրիստականների տեսանկյունից, այսինքն տոմս ուղղություն ընտրել, ամեն ինչ անել, եթե կարաս անես մի տեղով մի չաթի մեջ, ինքը արդեն սարքո հարցերի լուծումն է։ Ես հենց եմ պատկերացնում, որ օրինակ մի չաթի մեջ դու արդեն որոշեցիր որտեղ ես գնում, ինչքան վիզա ունես, չունես եւ այլն, սա խոսացիր AI-ը խոսած, դու մի չաթի մեջ արդեն կողմնորոշված ես, որտեղ ես ուզում, որ հյուրանոցն ես ուզում, այսինքն սա բազան AI-ը ունի, հա, դրանից հետո հաջորդ գործողությունը ուղղակի վճարելն է այդ ամեն ինչի համար, որը որ Բայց դրա համար պետքա կա մեծ ագրեգատոր, օրինակ Aviasales-ը ոնց է, հա, այսինքն այդ մտքից եկավ ուղղակի, որ այսինքն ունի տոմսերի բազա, հյուրանոցների բազա էս կոմենկոմ։ Հա, պետքա դրանց ամբողջի հետ ինտեգրվել իհարկե։ Ինտեգրվելուց հետո գրես պայմանական ուզում եմ 10 օրով թռնեմ, չգիտեմ, Եգիպտոս։ Հա։ Ինքը քեզ առաջարկի իսկ քո բյուջեի, որ կարելի է գնալ պլյուսեր մինուսները, ուտային շարունակ ամեն ինչ։ Դրանից հետո ինքը քո վրա ծախի storytelling-ով։ Հա։ Ամենակարևորը էլի։
Հա, իսկ ինձ թվում է, եթե մարդը ուզում է գնա ճանապարհորդության, իրան պետք չի շատ ծախել, իրան պետք է իրականում ներկայացնել որն է ինքը ուզում։ Okay. Որտեվ վաճառքը, ծախել գաղափարը միշտ բան է, էլի, մարդը ինքնուրույն է որոշում, որը վերցնի, որը չէ։ Լավ, sense քեզ ասեմ, կա Մալդիվներ, կա, չգիտեմ, նույն Եգիպտոսի օրինակ, Եգիպտոսը ունի Եգիպտոսի հաճախորդը Մալդիվները Մալդիվների։ Բայց ինչ-որ եզակի դեպքերում Եգիպտոսի հաճախորդը կարա դառնա, չէ՞, Մալդիվների, եթե դրագետ առաջարկվի Մալդիվներից։ Հիմնականում կարա բոլոր հաճախորդներն էլ, ովքեր որ գնում են Եգիպտոս։ Այսինքն, եթե AI-ին ասում ես ինձ, AI-ին դու ես ասում քո AI-ին ուղղորդի որ գնան Մալդիվներ, ինքը այդ կարմա սաղանի։ Հա։ Եթե ճիշտ իրան սովորացնես։ Հա, այդ սովորացնելու մասով։ Այդ սովորացնելու համար ինչ գործիքակազմեր կան ու ոնց է ճիշտ AI-ին սովորացնելը։ Տենց մի քիչ գնացիր արդեն տենց խորը ծրագրավորման դաշտ։ Հա, ինձ թվում է, որ որովհետև հիմա կան AI-ներ, որ դու օգտագործում ես, օրինակ ChatGPT-ն, Anthropic-ը, նույն Claude AI-ը, DeepSeek-ը, հա, ինքը դու կարող ես օգտագործես իրանց API-ը, այսինքն API-ը դա ծրագրային իմաստն է, որ իր ամբողջ գիտելիքները բերում ես, այս քո համար չեմ ասում, մեզ դիտողների համար եմ ասում, այսինքն դու կպտում ես API-ով այդ գործիքակազմերին ու իրանց գիտելիքները վերցնում ես, տալիս ես քո բազան ու այդ գիտելիքները AI-ը տալիս է հաճախորդներին, հա, կամ պոտենցիալ հաճախորդներին կամ հետաքրքրված մարդկանց։ Հիմա բայց այդ քո բազան, որ հավաքում է, հիմնական միտքը նրանում է, որ AI գիտի ամեն ինչ, բայց դու իրան կոնկրետ միտք ես տալի, ասում ես դու պետքա դառնաս տուրագենտ, հա, օրինակ։ Կոպիտ ասած սահմանափակում ես այնքան, որ ինքը լինի տուրագենտ։ Մենակ տուրագենտ, հա։ Ինքը այս տուրագենտի բազան ում գործն է, քեզ կամ ոչ միայն տուրագենտի, հա, դա կարող լինի օրինակ բանկային call center-ներ եւ այլն, այսինքն գործողություններ, բիզնեսներ տարբեր, որտեղ որ AI-ը նույն ինչպես որ խոսում ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին։ Ես ամեն ինչ անելու եմ, այդ լինի, որտեղ ես էլ ամեն ինչ կանեմ, որ դա լինի, ոնց որ կարանք կիսվենք այդ բանով։ Ու ոչ միայն Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինձ թվում է երևի Վիոլա ջուրն էլ հետը, որ շատ լավ կլինի, որ իրանք ունենան այդ ամեն ինչը։ Ռավչան, կարևոր միտքը քոնն է, խնդրում եմ։ Դու ասա։ Չէ, ես այդ միտքը ավելի կճոխացնեմ, իհարկե կասեմ։ Ոնց որ մի հատ բան AI օգնական լինի, մենք Ռաֆայդ խոսում ենք, մենք շատ ենք խոսացել ես նմանատիպ թեմաներով, AI-ը թե էլ որտեղ կարելի է լուծումներ տալ, մենք խոսում ենք, որ AI-ով կարելի է սպասարկումը, ամբողջ բան էլեկտրական ցանցերի սպասարկումը մաքսիմալ օպտիմիզացնել։ Եվ հաճախորդներն էլ գոհ կմնան։ Օրինակ, եթե Հայաստանի էլեկտրական ցանցերը ունենա հավելված, մենակ էլեկտրական ցանցը ես կուզեի, որ Վիոլա ջուրն լինի, հավելված, որտեղ ջրանջատումների մասին բոլոր բաժանորդներին կգնար ինֆորմացիա, որ ջրանջատում կամ հոսանքի անջատումներ լինելու կամ այստեղ վթար ա եղել, որ ոչ թե մարդիկ ջղայնացած ինչ որ բացասական բանով զանգեն ու այնտեղ իրանք չվերցնեն, այլ որ AI-ին գրեն, AI-ը արդեն իրանց ամբողջ ինֆորմացիան իրանց բազայից, գիտելիքներից, տեմարանից կամ ծրագրերից կարդա ու միանգամից ասի, որ ձեր այս խնդիրը, հա գիտենք, խնդիր կա, ձեր խնդիրը կլուծվի 2 ժամվա ընթացքում։ Ոնց որ այս ամեն ինչը մի հատ կհանդարտացնի այն բոլոր բաժանորդներին, հաճախորդներին, ովքեր որ մասնավորապես շատ դժգոհ են, այս մեր շատ կարևոր ստրատեգիական պետական կառույցներից էլի։ Իմ կարծիքով ես ճիշտ ասեցի, չէ, բան բաց չթողեցի։ Սա ճիշտ էր։ Այնտեղ էլ ինչ ֆունկցիաներ կար, որ կարելի էր ավելացնել, հիշում ես, ինչ ֆունկցիաներ կարելի էր լինել։ Բավ, ու առաջնայինը բանն էր, որ ամեն ֆիդբեքի պարագայում ինքը գրեր, որ այսինքն տենց 2 ժամը, հա, նախնական վթարը։ Հա։ Ու տենց ժամ 15 րոպե մնաց կամ ինչ-որ վթարա կամ երկարեց կամ պակասեց կամ էս արեց կամ այն արեց, այսինքն ակտուալ ինֆորմացիա միշտ տար, որ մարդը հասկանար ինչ ալ։ Հա։ Այսինքն ինձ ջղայնացնող երևի համար մեկ բան է, միշտ այդ հեծի լույսի անջատման հետ կապված ոչ թե եղել է, որ լույս չկան, ու հա, դա էլ է բնականա։ Հա, բացասականա, որ լույս չկա, հա։
Բայց որ դու զանգում ես 45 րոպե ու քեզ չեն պատասխանում։ Երևի ամենաշատ Հա, ու դու պրինցիպ ես ընկնում 45 րոպե, որ միանշանակ ես ընկնում եմ։ Ես էլ եմ այդ պրինցիպը ընկնում մարկանցից ու հետո որ արդեն վերցնում են 45 րոպե հետո դու հասկանում ես, որ այդ օպերատորը մեղք չունի, հա։ Հա, բայց այդ օպերատորն էլ մի հատ որտեվ քո նման 10 հոգի կամ 100 հոգի կամ 1000 հոգի զանգել իրար, այդ օպերատորը արդեն չգիտի էլ ինչ անի, ասում է քուրեն մունատ է գալիս, կամ դու վերցում ասում ա դե ասեցինք, այն որ ինքը քո հետ չի խոսում, ասեցինք մի ժամից կլինի, հա, կամ այսօր չի լինելու, չգիտենք, որտեվ ինքն էլ լիքի ինֆորմացիա չգիտի, նաև էլ նմանից, որ հստակ չեն կարող Այսինքն, հա, այդ կտորը իրականում լուծվի, ինձ թվում է սաղ շատ գոկլն են, հա, մեծը գոկլնի, հա, հետո ասենք, հիմա էլ ոչ մեկ հեռուստատեսություն չի նայում, ու երբ որ ջրանջատումներ կամ հոսանքի անջատումներ ա լինում, այդ դրա մասին մենակ իմանում են ինչ-որ բան, որովհետեւ կամ մի հատ կայք կա, որը որ ոչ մեկ չգիտի այդ կայքի մասին։ Ես մտնում նայում, չէ, անջատելուց բացի էլ դրա մի հատ հաջորդ կարևոր մասը կա, որ հեռուստաընկերությամբ են այդ ամեն ինչը հայտարարում։ Վերջի անգամ երբ ես նստա հենց տենց բանա ավանդական հեռուստական փորձ վերջի անգամ երբ ես ունեցա։ Հեռուստացույց վերջի անգամ երևի նայել եմ 5 տարի առաջ, ինչ որ տենց գնացել էի կինոյին նայում մերոնք, տենց այդ կինոն եմ նայել։ Հեռուստացույց չեմ նայել։ Տենց YouTube մտնելու կամ ինչ-որ բան, Netflix մտնելու բանա չէ՞ դա։ Ես հիմնականում Netflix եմ կամ որևիցե այլ բաներ, բայց ես իմ ասենք այդ շատ սխալ բան է, ինֆորմացիա է, որը որ մասնավորապես մեր սերունդը, մեզանից ցածր սերունդը առավել եւս մենք չենք նայում էլ արդեն հեռուստացույց։ Ну, գիտես ոնց, ավելի շուտ մենք մի քիչ ուրիշ ձև ենք նայում հեռուստացույց, ավելի շատ միտքս հենց ձևակերպեմ, հա։ Հա, հեռուստացույց հենց ոնց որ ալիքները մեր չենք նայում։ Հենց այդ բանը, Այսինքն դու ես մնացածը արդեն քանի որ ունենք ընտրության ալիք, ինչ նայենք, ոչ թե ինչի եթերով են տալիս։ Այ դրանից արդեն սա փոխվում է։ Այսինքն դու ունես ընտրություն ես ունել։ Հետո ինչ ֆունկցիաներ են գծել, ոնց որ մենք ոչ մեկ այդ կապ չունենք, ոչ մի կառույցի հետ կապ չունենք, բայց իրաց համար մտածել ենք ֆունկցիաներ, որ մարդիկ ոնց վճարեն էլեկտրոէներգիայի հարցերը այդ հավելվածի մեջ, ունտեղ էլի կարևոր ֆունկցիաներ, կարևոր բաժիններ են գծել, մենք արդեն գծել ենք էլի, եթե ինչ որ մեկը ցանկանես պրոյեկտ անել կամ հետաքրքրվի, մենք սիրով պատրաստենք մեր մտքերով լուծումներով կիսել։ Դու եկար այն եզրակացությանը, որ տենց էլի մի քանի ժամանակ առաջ խոսում ենք, որ արդեն ամեն ինչ տանում է նույն AI-ի պարագայում, որ ինքը դառնա կոնկրետ մասնագիտական գործիք համեն։ Ու CRM-ների պարագայում է, հա, այսինքն ինքը ինչ-որ մասնագիտական տեղ պետք է զբաղացնի, որտեղ ես չեմ կարծում, որ տենց պայմանական մոտակա 30 տարվա մեջ CRM-ների մեջ որ բանա փոխվելու գլոբալ, հա։ Ինձ թվում է մոտակա 10 տարի հետո էլ մեր նման ընկերությունները, ովքեր որ CRM-ի հենց այն ինչը որ մենք գործունեություն ենք ծավալում, մեր նման ընկերությունները շատ քիչ են ակտուալ լինելու։ Այսինքն AI-ով մարդը գրելու է իր բիզնես պլանը, գրելու է, ասելու է մենք սենց ունենք, սենց ռեգլամենտ ունենք, AI իրան ծրագիրը սարքի տա կամ այդ ծրագիրը, որը որ սարքված է, AI իր համար customization ավտոմատ անի։ Ես դա տեսնում եմ, որ դա կլինի 5 չէ, կարող է 10 տարի հետո լինի, բայց հաստատ կլինի։ Մարդը իր բանը ռեգլամենտը տալիս է, իր ռեգլամենտի ամբողջ բիզնես process-ների նկարագրությունը տալիս է, իր ծրագիրը ավտոմատ սարքումը տալիս է։ Okay, լավ, հիմա սենց բան անենք, Bittrex-ի թերությունը ըստ քեզ այս պահին ո՞րն է։ Bittrex-ի թերությունը շատ թերություններ ունի Bittrex-ը, եթե համեմատենք օրինակ տարբեր այլ գործիքակազմերի, նույն Salesforce-ի, նույն SAP-ի, հա, իմ կարծիքով տվյալների վերլուծության մեխանիզմների նույն Salesforce-ը, նույն SAP-ը, նույն Bittrex իրենք շատ ընդհանուր են, հասկացար, այսինքն ինքը ընդհանուր բիզնես process-ների համար է։ Հա, համաձայն եմ։ Ներ մասնագիտական բիզնես process-ներ են արդեն իհայտեք է նույն անշարժ գույքում, նո պայմանական օրինակ, նո պայմանական որն է իրական օրինակ բերեմ։ Հիմա նույն Dignis-ին, ում հետ մենք աշխատում ենք բան ենք անում, հենց CRM-ը set-up անում, նո արդեն հասել է դրան, որ կառուցապատողների համար
Հա, կառուցապատողների համար CRM-ը Հա, սարքել։ իր բուն իմաստը է, նա ինքը մենակ կառուցապատողների համար է, ու հետագայում բնակիչների համար է, բայց ինքը մենակ այդ կտորն է փակում ու բավականին պրոֆեսիոնալ։ Հա, հա։ Իսկ երբ ռիլիզ կլինի, ես էլ եմ ուզում հետաքրքիր է ինձ։ Ռիլիզը պես պահին չեմ կարող քեզ ասեմ, բայց ինձ թվում է մինչև ապրիլի վերջ։ Ես CRM-ների մասով գիտես ինչ բան ունեմ, Հա, կներես միտքս պրոստը բանանեմ, Bittrex-ը ինչքան է բլոկեր ունի, բայց ինքը կոնկրետ անշարժ գույքի ոլորտի համար նախատեսած չի։ Ինքը կոնկրետ բժշկական ոլորտի համար նախատեսած չի։ Ինքը ամեն ինչի համար է նախատեսած, որ դու կտորավորտի շոր կարես։ Թերությունը հենց այդ է, ինքը շատ ընդհանուր է։ Հա։ Ամեն ինչ տանում է դեպի նեղ մասնագիտական լուծումների, իմ կարծիքով։ Հիմա ինձ թվում է ամեն ինչ սկսվել է նեղ մասնագիտական լուծումներից։ Հետո գնացել է գլոբալ լուծումների, ու հիմա քո կարծիքով ինքը գնում է էլի նեղ մասնագիտական լուծումների, որովհետև աշխարհում եթե 10 տարի առաջ կար օրինակ 1000 CRM, հիմա կա 5000 CRM օրինակ ծրագիր։ Հա, հաստատ։ Հա, ու ես էլ եմ նմանատիպ բան հանդիպել, օրինակ Լոնդոնի մեր գործընկերներից մեկի մոտ հանդիպել ենք, որ իրենց մոտ հենց իրենց custom գրած CRM-ներ, այսինքն հենց արևային համակարգերով զբաղվող ընկերություն էին, ու հենց իրանք ծրագրման թիմ ունեն, որ այդ ծրագիրը իրենց համար սարքել էր։ Ու այդ ծրագիրը բավականին բան էր, ինդիվիդուալ кейսեր ուներ, որը որ Bittrex-ը հաստատ չես կարող, էլի Bittrex-ով դու նմանատիպ լուծում ստանաս, այսինքն ստանդարտ իր ֆունկցիոնալով, բայց ու ոչ միայն Bittrex-ով, դա նույնը չես կարող ստանաս ու առանց ծրագրավորման չես կարող ստանալ Salesforce-ում, չես կարող ստանալ SAP-ում եւ մնացած այլ գործիքակազմերում։ Այսինքն բիզնեսը ունի ինդիվիդուալ кейսեր, որտեղ որ կամպանիաները այդ ինդիվիդուալ кейսերը հաշվի են առնում ու իրանց CRM-ը իրանք իրենց ներսում են գրում։ Բայց այդ CRM գրելը իմ կարծիքով ես քանի որ CRM ներդրող ընկերություն եմ, ես CRM ստեղծող ընկերություն չեմ, ես ունեմ մի քանի համակարգեր, որոնք որ ստեղծել եմ, մասնավորապես մեկը այդ մեր AI-ի product-ը եւ մեկը մյուսը մեր էլի կառուցապատողների գործիք հատակագիծը։ Ես կարծում եմ, որ CRM-ը սարքելը մանավանդ այս դինամիկ զարգացման շուկաների բան AI-ի ու տեխնոլոգիաների դինամիկ զարգացման ժամանակ CRM սարքելը դա նշանակում է դու 10 տարի քեզ հետ գցես։ Ու ինչի այդ կամպանիայի հետ որ ասում էի, ես իմ կարծիքն է էլի, դա ասենք կազմակերպություններ կան, որ իրենց համար դա արդեն ստրատեգիա է, որը որ ռազմավարություն ու պլանավորած է։ Այդ կամպանիան, որ ասում է Լոնդոնում, իրանք իրենց CRM ուզում էին փոխեին։ Իրանց գրած, իրանց սարքած, իրանց հարմար, հա, իրանց ուզած CRM-ը իրանք ուզում էին փոխեին։ Ուրեմն այդ CRM փոխելու հիմնական կարևոր մասը որն էր, որ ծրագիրը իրանք նախատեսել են, որ իրանք գործընկերներն էլ կօգտագործեն, այդ իրանք գործընկերները ուրիշ ծրագրեր էին օգտագործում։ Ծրագիրը նախատեսել էին, որ այդ ծրագիրը իրանք համար լուծելու է X խնդիրը, բայց առաջացրել է Y խնդիրը, որի անունն է, որ այս ծրագիրը պետք է անընդհատ զարգանա, իրանց այդ զարգացումը, անընդհատ զարգացումը իրանցից մեծ ռեսուրսներ էր տանում։ Այդ ու ռեսուրսները ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև ժամանակի տեսանկյունից, որտեվ ինչ որ մի բան ծրագրավորել է տվյալ համակարգի մեջ, ես կարայի 10 րոպեում Bittrex-ում սարքեի իրանց ուզածը, բայց ինչ որ եթե իրանք պետքա ծրագրավորեն իրանց ստեղծած custom համակարգի մեջ, դա տևում էր օրինակ 2 ամիս կամ 15 օր։ Շատ կարևոր մասի մի հատ կպար, որ CRM-ը դինամիկ է, այսինքն դու իրան մի անգամ չես սարքում, ինքը միշտ աշխատում է։ Հա։ Դու իրան պիտի զարգացնես։ Այսինքն նաև ոնց որ տենց երևի IT-ի հետ կապված այս պայդրությամբ ամեն ինչ։ Հա։ Սենց էլի օրինակով բերեմ, այն ժամանակ կար էլի պայմանական, չգիտեմ, DALL-իներ, ChatGPT-ներ, Stable Diffusion-ներ, Midjourney-ներ, հա, այսինքն ինչ-որ քիչ քանակի AI-ներ։ Հետո իր տեխնոլոգիան այնքան հեշտացավ ու པարզ դառավ, որ հիմա ինչքան AI կա։ Շատ։ CRM-ների հետ փորձի հետ կապված բան եմ ասում, էլի, ինձ թվում է ինչ-որ պայից են կողմ կոնկրետ բիզնեսի համար նախատեսած AI ունենալը արդեն խնդիր չի լինելու։ Այսինքն գալու է նրան, որ պայմանական հիվանդանոցը ունենա իր անձնական AI-ը։ Հա, իհարկե։ Որը կտա, չգիտեմ, այսինքն բժիշկների էլի խորհրդատվության գործի մի մասը կվերցնի իր վրա։
ու ինքը դառնալու է CRM-ի մի մաս։ Սոտեկի ոնց ենք նոր չէ բրոկերների մասով խոսում, որ ինքը կարող անի այդ առաջի հպումը։ Նույն ձև էս պահին, այսինքն եթե իրան կպցնում ես իրար, ինքը դառնում է բավականին հարմար ու ճիշտ գործիք։ Այսինքն այն բանը, հա, տրադիցիոն տեսակի CRM-ը կարող է 10 տարի հետը գցում, բայց եթե իրան ոնց որ AI-ը feature-ը սարքում իր մեջ, ինքը արդեն սկսում է համապատասխանել այն իրականությանը, ինչի մեջ արդեն կանք։ Իհարկե, այդ մասը իմ կարծիքով ցանկացած ծրագիր, որը որ ստեղծում, հա, ինքը ունի իր հաճախորդների բազան, բայց որպես այսպիսին պրոդուկտ, ես ինչքան մենք պրոդուկտ ենք սարքել, ճիշտ է, մեծամասնությունը Հայաստանում է ռեալիզացվել, բայց ինչքան մենք պրոդուկտ ենք սարքում, մենք այդ պրոդուկտը սարքում ենք ոչ միայն Հայաստանի համար, որտեվ մեր շուկան շատ փոքր է ու կա անսահմանափակ շուկա, որը որ մեր շուկայից շատ մեծ է։ Այսինքն այդ անսահմանափակ շուկայի համար պետքա մտածի առաջինը, որ CRM-ը ստեղծում կամ ցանկացած soft գրում է, որտեվ իրականում այո մեր շուկան, եթե վերցնում ենք շատ նեղ ոլորտներ, շատ փոքր է։ Ասենք 20 միլիոն բնակչություն չունենք, էլի մենք, որ մենք այդքան ընդամենը մի քաղաքում կարա լինի, էլի։ Հայաստանը շատ լավ տեղ է փորձարկելու տեխնոլոգիան խելքի բերելու, նոր ռիլիզ անելու համար, հա։ Հա։ Այսինքն ինքը քանի որ փոքր շուկա է, կոնկուրենցիան շատ է, պահանջն էլ է շատ։ Հա։ Ինքը քեզ տալիս է տեստային լավ միջավայր է։ Շատ լավ միջավայր է, որ հետո գնաս դեպի դուրս։ Տեստային միջավայրը դա այն լավ իմաստով ասենք տեստային միջավայր, որտեվ քանի որ մարդիկ են մեր մարդիկ շատ բազմակողմանի ավշտ մեր յուզերները բազմակողմանի զարգացած են իրանց տեստ արած յուզերի արդեն տեստ արած պրոդուկտը ավելի լավն է, քան ասենք ուրիշ երկրների, որտեղ մեր յուզերները ավելի լայն են տեսնում, էլի այդ ծրագրի կիրառումը։ Հա, բոլորը եթե ինչ-որ մի հատ ցանկացած մարդ համեմատենք, ասենք միջին վիճակագրական մարդը յուզերը, որը որ պիտի տեստանի, հաստատ վստահ եմ, որ թեկուզ մեր հարևան երկրներից ավելի լավ տեստ կան։ Հա, դրա համար գիտես, չէ, այդ Coca-Cola-ի բանը, որ վրան անուններ էր գրած է։ Ես մի անգամ բանում տեսա, Լեհաստանում տեսա, որ բայց արդեն Հայաստանում էլ չկար Coca-Cola-ների վրան, էլ անուններ չեն գրում, Անուշ, Դավիթ, այնտեղ տարբեր անուններ են գրում, ուրեմն ես մի անգամ Լեհաստանում էի ու տեսա, որ այդ Coca-Cola-ի բաները գրած է, վրան անուններն է գրած, ու հետո ճիշտ հիշ բան արեցի, տենց խոսակցություն բացվեց գործընկերներից հետ, ու այդ Coca-Cola-ի այդ մարքեթինգային կեմպեյնի տեստը Հայաստանում առաջի անգամ է։ Այսինքն սա ոչ միայն մեր տեսակետն է, այլ բոլոր միջազգային կորպորացիաների, որոնք որ հասկանում են Հայաստանի այդ տեստային միջավայր, լավ տեստային միջավայրներու հնարավորությունը։ Այսինքն երևի ստեղով կարող են էլի ընդհանուր պատկեր ստանան, ինչքանով ինքը որտեղ տարբեր է մարդկանց մտածելը կերպն էլ է տարբեր, այսինքն ինքը բան չի լում էլի, ինքը իր process-ները մի ստանդարտով չեն մարդիկ մտածում։ Օրինակ Եվրոպայում բոլոր մարդիկ մի ստանդարտով են մտածում, իսկ մեր մոտ տարբեր ստանդարտներ կա։ Հա, մի քիչ շատ ինդիվիդուալ ասենք։ Հա, մի քիչ շատ ինդիվիդուալ ասենք։ Այս բանը մի քիչ շատ ինդիվիդուալ ասկալ headline-ը դնել ու ավարտել։ Ռաֆայել ջան, շատ ուրախ եմ, որ մեզ հյուր եկար։ Իմ համար շատ կարևոր է, որ մեր ամեն անգամյա կարևոր sense խոսակցությունները, նաև օգտակար խոսակցությունները մենք նաև կարողանանք անենց անենք, որ հանրային լինի, որ մարդիկ էլ կարողանան նայել ու տեսնել ինչեր կարելի անել թե AI-ով, թե բիզնեսում լուծումներով ու գործունեությամբ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար այսօր ինձ հյուր։ Մերսի շատ հրավերի համար։ Ես ձեր գործունեությունը ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ AI-ով բազմաթիվ տասնակի, հարյուրակի անգամ ավելի էֆեկտիվ աշխատանք եւ նոր գործընկերներ, շատ ուրախ եմ, որ համեցակվեմ։